Ինչին ուշադրություն դարձնենք PlayStation 4 առնելուց։ Ուրեմն, առաջինը նայում ենք պլոմբը։ Այս մասը սենց տիպ կա։ Էսի պետքա պոկված չլինի։ Եթե պոկված է լինում, տակը շուրուպ կա, այդ շուրուպն է երևում։ Իսկ եթե պոկած հետ կպցրած է լինում, սենց X քառակուսի եռանկյունի բաներ է լինում։ Ուրեմն երկրորդը նայում եք երկրորդ կետը, դիսկաուդը աշխատում է թե չէ, դիսկ դնում եք, տեսնում եք դիսկը բացում է թե չէ։ Երրորդը PlayStation Store մտնում է թե չէ, այսինքն ակաունթը փակված է թե չէ, Store մտնել է իրա։ Եվ չորրորդ ամենակարևորներից մեկը ստուգում եք Winchester-ը, որը ինձ թվում է տունը չեք կարող անեք, բայց ես ձևը ցույց եմ տալի։ Պլոմբի կողքից այսպես բան կա, բացում եք, հանում եք Winchester-ի վոլտը, հանում եք Winchester-ը։ Այսի ամենաշուտ փչացող բանն է PlayStation 4-ի վրա։ Դուք կարող առնեք PlayStation-ը, տանեք մի 10 օր խաղաք, հետո նոր սկսի սրա դեֆեկտը ցույց տալը։ Սկսի կտրտելը, կախելը եւ այլն։ Դրա համար գոյություն ունի sense սարք, որը մենք ունենք։ Իմիջայլոց մեր PlayStation-ները բոլորը այսպես ստուգվում են։ Նոր խաղերը ներբեռնվում են ու դրվում են վաճառքի։ Crystal Disk-ը կոչվում է ծրագրի անունը։ Այդ ծրագրով կարաք միացնեք Winchester-ը եւ նայեք իրա։ Օրինակ արդեն այս ձենը որ գալիս է, ինքը խնդիր ունի։ Ստեղ էլ գրում է Trivog-ա։ Ստեղ նայում եք Nestability Sector, Ռոզա ջան, բարի մոտիկ։ Այսի արդեն խնդիր է, ինքը կարա որոշ ժամանակ հետո փչանա։ Այսքան է։ Հարցեր։